առաջինը այո, նրան սրտի հետ կապված խնդիր էր առաջացել, տարել էին Էջմիածնի հիվանդանոց, բայց ընդհանրապես ճնշումը չափել ու նորից տարել էին մեկուսարան, սա անմարդկային խոշտանգումներ են Նարեկ Սամսոնյանի նկատմամբ։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, վերջին օրերին ի պատիվ Նարեկ Սամսոնյանի թիմի, հարազատների, ընկերների, աջակիցների բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների մոտ, բայց տեսնում ենք մենք գործ ունենք մի պետության եւ մի իշխանության հետ, որը ըստ էության որևէ նշանակություն չի տալիս այս իրողությանը։ Համեցեք, հետո նաեւ գիտեմ մի քանի թեմաներ էլ եք առանձնացրել, թոշակների թեման, մարդկանց բարեբուն իմաստով սովի են մատնել ու այս իրականության մեջ միլիարդավոր պարգևավճարներ, աստղաբաշխական պարգևավճարներ։ Ալես Սիմոնյանն ասում է, բա պիտի մեզ պարգևավճար տանք, բա թոշակ բարձրացնողը պետքա լավ հագնվի, բա մենք պետություն ենք ներկայացնում, խնդրեմ։ Շատ լավ, նախ շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի Մարիամ, ուզում եմ նշել հատուկ, որ իմ ընկեր քաղբանդարկյալ Նարեկ Սամսոնյանը այսօր 12-րդ օրն է, ինչ իրականացնում է հացադուլ։ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, եւ այո, օրեր առաջ Նարեկի առողջական վիճակը ավելի էր վատթարացել եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց եւ ուղղակի բուժձննում էին իրականացրել եւ հետ էին տարել բանտախուցա, այսինքն մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման, քաղաքական ռեպրեսիայի հետ։ Ես կոչ եմ անում եւս մեկ անգամ, որ միջազգային հանրության այն ներկայացուցիչները, որոնց աշխատանքն է բարձրաձայնելը մարդու իրավունքների վերաբերող խնդիրները, մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները, այս ամեն ինչի դեմ պայքարն է, այդ մարմիններին եմ դիմում եմ դիվանագիտական ներկայացություններին, որոնք մինչ օրս, ինչպես Մարիամը նշեց, տասնյակ ակցիաներ են իրականացվել քաղբանդարկյալների, բոլոր քաղբանդարկյալների եւ մասնավորապես հացադուլ անող Նարեկ Սամսոնյանին ի աջակցություն քաղաքական ակցիաներին որևէ ուրեմն բացահայտ, հանրային արձագանք չենք տեսել։ Այսօր իրականացվում է այն գործընթացը, որը կոչվում է քաղաքական ռեպրեսիա, քաղաքական ռեպրեսիա անդիմախոսների, քաղաքական ռեպրեսիա այլ կարծիք ունեցող մարդկանց, քաղաքական ռեպրեսիա բոլոր ուղղություններով, որոնք չեն համապատասխանում իրենց որդեգրած քաղաքականությանը։ Այն է 4-րդ հանրապետությունը առանց հայ առաքելական Սուրբ եկեղեցու այս տեսքով, առանց անկախության հռչակագրի, առանց ցեղասպանության ճանաչման պնդումների եւ առանց մեր բոլոր հաղթանակների, որոնք ունեցել ենք եւ ժամանակին, երբ որ մենք եռատոն էինք նշում, այդ բոլոր հաղթանակները այսօր առ ոչինչ են։ Եվ Նարեկի կռիվն է այս հաղթանակների վերականգնման գործընթացը, Նարեկի կռիվն է արդարության եւ քաղաքական բանտարկյալների դեմ այս արշավը կասեցնելը եւ արդարությունը վերականգնելը եւ խոսքի ազատությունը առհասարակ, որը Հայաստանում ոտնահարվում է, խոսքի ազատությունը, որը Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի, մենք տեսնում ենք արդեն հասել են մամուլին այս մարդիկ, ովքեր որ քրեական գործեր են հարուցում խոսքի, քրեական գործեր են հարուցում կարծիքի համար, եւ Նարեկ Սամսոնյանը այսօր ռեժիմի զոհ է, ռեժիմ, որը չի նայում դու ունես առողջական խնդիր, չունես առողջական խնդիր, դու խոսք ես ասում, քաղաքական կարծիք ես ասում, թե ինչ ես ասում, եթե դու այն գործընթացի մեջ ես, որը իրանց ձեռնտու չի, դու որևէ բանի կարող ես որևէ բան չանել, բայց հայտնվես բանդում, բայց նաև կարող ես Արտուր Հովհաննիսյանի նման ասես ուղիղ եթերում լեզուտ ու ականջներդ կկտրեմ, կամ Ալեն Սիմոնյանի նման մարդկանց ծնողներին հայոյես, կամ թքես մարդկանց երեսին եւ մարդկանց ձեռները թիկնապահները բռնեն, որ թքես իրանց երեսին եւ որևէ անգամ քրեական գործ չհարուցվի։ Սա է այսօրվա Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։ Նարեկ Սամսոնյանի վիճակը գնահատվում է շատ ծանր, Նարեկ Սամսոնյանի վիճակը ծայրահեղ ծանր է, Նարեկ Սամսոնյանի կյանքին վտանգ է սպառնում եւ Նարեկ Սամսոնյանը այսօր այո
առողջությունը օրի կորցնում է եւ ինչքան էլ նա չի կորցնում հաղթանակի հույսը, ինչքան էլ նա պատվի կռիվա տալի, ինչքան էլ նա քաղաքական ըմբոստություն է, սա, այսինքն ռեժիմի նկատմամբ այս ռեժիմի քաղաքական գործընթացը հացադուլը, որից նա չի պատրաստվում դուրս գալ, բայց բոլոր դեպքերում պետք է փաստենք, որ այո նարեկի վիճակը, կյանքի վիճակը այսօր գնահատվում է ռիսկային եւ առողջության վիճակը գնահատվում է ծանր, սա բժիշկների կարծիքն է նաեւ առաջի հերթին, ոչ թե հանրության, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ բոլոր պատկան մարմիններին կոչ անեմ, որպեսզի զբաղվեն մարդու իրավունքների պաշտպանը, որը չգիտեմ, երևի վերջի տարիներին մենք այդ պաշտոնը թափուր է մնացել, որովհետեւ չգիտեմ ինչով են զբաղվում այդ գրասենյակում, հա, եթե չեն զբաղվում մարդկանցով, ովքեր հստակ քաղաքական գործընթացի պատճառով դատապարտված են եւ այսօր Նարեկ Սամսոնյանի գլխավորությամբ հացադուլ են իրականացնում։ Այստեղ նաեւ ուզում եմ նշել մեր սրբազաններին, բոլոր սրբազաններին, անունները հերթով չտամ, ուզում եմ նշեմ բոլոր մեր սրբազաններին, ովքեր կալանավորված են, որպեսզի կարողանան հարձակումները հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա իրականացնեն ավելի հեշտ եւ իրանց չխանգարեն այն սրբազանները, որոնք իրանց անկալմամբ իրանց խանգարում էին որևէ գործընթաց չի կարող լինել, որը կարող է կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին եւ ես 10 անգամ այս տաղավարից եւ այլ հարթակներից ասել եմ, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, հայ առաքելական Սուրբ եկեղեցին անսասանա եւ հնարավոր չի քանդել մեր եկեղեցին, որովհետեւ եկեղեցին կառուցված է Աստծո կողմից, մեր եկեղեցին կառուցված է քրիստոնյա առաջի ազգի կողմից եւ Աստծո օրհնությամբ բոլոր մեր եկեղեցականների կամքը ամուր է եւ հնարավոր չի քանդել, նորից եմ ասում 1700 եւ ավել տարի կանգնած երկու ոտի վրա կանգնած կառույցը, որը ինստիտուցիոնալ արժեք է հայ հասարակության, հայ մարդու, հայ պատմության մեջ ինստիտուցիոնալ անկյունաքարային նշանակություն ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Տասնյակ հեթանոս արքաների, ուրեմն խորհրդային միության, Օսմանյան կայսրության, այս ամեն ինչի թոհուբոհը անցել է մեր եկեղեցու կողքով եւ մեր եկեղեցին մնացել է կայուն, մնացել է անսասան, մնացել է երկու ոտքի վրա կանգնած եւ մեր պատմական ժառանգությունը, մեր գրերը, մեր էությունը, մեր հայկական էությունը, մեր ինքնությունը փոխանցել է սերնդեսերուն, չնայելով որևէ հարձակումների, չնայելով որևէ կտանքների, որ ենթարկվել են մեր եկեղեցականները եւ ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ դա գործընթաց է, որը ավելի կնորոգի, ավելի կմաքրի հայ առաքելական Սուրբ եկեղեցին այն մարդկանցով, ովքեր իբրև հուդա մեջքից հարվածեցին եւ 30 արծաթով վաճառվեցին օտարներին եւ ես վստահ եմ, որ մեր եկեղեցին մնալու է կանգուն եւ որևէ բան հայ առաքելական Սուրբ եկեղեցուն չի կարող սասանել։ Սա այս մասով։ Երեխանից Վասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ եւ ազդեցիկ համարվող անհատներ, որովհետեւ ամբողջությամբ մեջբերում չանեմ, սա Վասյացոտնի թեմի ահազանգն է, գիտեք, որ այն Գևորգ Սարյանին կարգառույց էին արել, Նիկոլ Փաշինյանի դատարանով ինքը ինչ-որ նորից թեմի առաջնորդ է իրեն կարգում եւ այս իրականության մեջ գնացել են այդ համայնքապետարանի աշխատակիցներ, մի խումբ անձինք թեմի քահանաների կոնկրետ սպառնալիքներով, անգամ մինչև անգամ կարծեմ որ աշխատանքից, այսպես ասենք, հա, տարածությունից հեռացնելու հայտարարություններով, այս ինչ հայտարարություն է, խնդրեմ։ Սա պայքար է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մենք տասնյակ անգամներ խոսացել ենք այս թեմայի մասին եւ միայն միասնականությամբ հնարավոր հաղթահարել այս հարցակումը, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ գործընթացներ են իրականանում։ Այսինքն Հայաստանում այսօր իրականացվում է հակասահմանադրական գործընթաց, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ գրված է, որ պետությունը, կառավարությունը իրավունք չունի խառնվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործերին, բայց մենք տեսնում ենք, որ ուրեմն ոչ միայն կառավարությունն է խառնում, այլ նաև
գյուղապետարանները, մարզպետարանները, ուժային կառույցները բոլորը ներգրավվածություն ունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու այս կամ այն գործընթացին, հա, ինչ որ մի բանին մասնակցում են, ինչ որ մի բանին չեն մասնակցում, մարդկանց զանգում են, ստիպում են, ինչ որ բան են պարտադրում եւ այլն։ Ես նորից եմ ասում, սա անհնար է որևէ կերպ քանդել, նորից եմ ասում, սա պատմություն կա, էլի, կարելի է պատմությունը կարդալ, տեսնել, որ տասնյակ անգամներ եղել են, որ տարբեր եկեղեցականների, մեր վեհապարների նկատմամբ ոտնձգություններ են եղել։ Տարբեր ժամանակ եղել են հարձակումներ, գրավումներ, բայց որևէ դեպքում չի եղել, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին նահանջել է գաղափարապես կամ հրաժարվել է քրիստոնեական հավատքից կամ այն տեսքից, որը ունի եւ հազարավոր տարիներ, այսինքն 1700 տարի եւ ավել սերնդեսերունդ փոխանցում է։ Սա այս մասով։ Ուզում եմ շարունակել այն տոտալ թալանի մասին խոսելով, թե ինչ է անում օրվա իշխանությունը, ինչ են անում քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ ներկայացուցիչներ եւ ինչ են անում կառավարության որոշ ներկայացուցիչներ։ Ուրեմն տեսեք, միջինում կենսաթոշակի գինը, կենսաթոշակի գումարը 2018 թվականին կազմել է 40 եւ մի քիչ ավել գումար, 40,000 դրամ։ 2024 թվականին դա դառել է 49,000 դրամ եւ Վահագն Ալեքսանյանը սա ներկայացնում որպես թոշակը բարձրացել է։ Սա հատուկ ուզում եմ այս թեմայի շուրջ մենք խոսանք, սիրելի հայրենակիցներ։ Տեսեք։ Հիմա եկեք հետ գնանք եւ ընդհանուր հաշվիչով հաշվենք, թե 40,000 դրամը 2018 թվականի ինչքան է դառել։ Հնարավորություն կա համակարգչով, կարող եք ինտերնետով գրել համեմատությունը։ Ուրեմն 2018 թվականին 40,000 դրամը, 2026 թվականին, որ նայում ենք, թե այն ժամանակվա 40,000 դրամը ինչ է դառել, նայում ենք, որ այն ժամանակվա 40,000 դրամը արժի 49,500 ու մի քիչ ավել դրամ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թոշակը թանկացրել է 49,600 մի փոքր ավել դրամով։ Այսինքն ըստ էության իրանք մարդկանց թոշակը ավելացրել են մոտավորապես 120 դրամով։ Էսա իրանց, որ մենք թոշակը ավելացրել ենք, որովհետև եթե 2018 թվականին ծխախոտը արժեր 500 դրամ, հիմա արժի 1200 դրամ։ Եթե հացը արժեր 160 դրամ, հիմա արժի 240 դրամ եւ այն ժամանակվա 40,000 դրամը եւ հիմիկվա 49,000 դրամը մոտավորապես 120 դրամի տարբերություն են տալիս, հա, այսինքն այս ընթացքում մեր թոշակառուները, մեր տատիկներն ու պապիկները, ովքեր այս թոշակով են ապրում, այս շարունակության մեջ ձեզ նաև կասեմ նվազագույն զամբյուղի գինը ինչ արժի։ Ուրեմն աղքատության եւ այլնի մասին հեսա տոկոսներով ձեզ կասեմ, սիրելի հայրենակիցներ։ Տեսեք, ուրեմն միջին զամբյուղը, որ մարդը կարողանում է գնա ամսվա համար իր համար առևտուր անի, մոտավորապես կազմում է 49,000 դրամ։ Նվազագույնը։ Այսինքն թոշակառուն, որ անցել է թոշակի Հայաստանի Հանրապետությունը իրան գումար է տրամադրում եւ հնարավորություն միայն մինիմալ սնունդ գնելու համար, այսինքն ոչ մի թոշակառուի, ոչ մի դեղորայք, ոչ մի բան պետք չի։ Եվ սրան գումարվում է նաև թոշակներին գումարվում է նաև այս որ այսինքն մի մարդ կա, որ շատ տասնյակ հազարավոր կան մարդիկ, թոշակառուներ, ովքեր ապրում են այս թոշակով, որովհետև Հայաստանը երկիր է, որը ունի 42% աղքատություն։ 42% աղքատությունը միջինում, հա։ Ուրեմն նայեք թոշակառու մարդ, հա, այսինքն չի կարա իրան առնի դեղորայք, չի կարա գազի, լույսի եւ այլ կոմունալ ծախսերի գումարներ տա, եւ որտեղից պետք է լավ հայթայթի այդ գումարը, բայց սրան զուգահեռ մեր նախարարները 7 միլիոն դրամ փող են ստանում որպես պարգևաճար։ Սրան զուգահեռ ՔՊ պատգամավորները ստանում են 3 միլիոն պարգևաճար, որպեսզի չասեն ՔՊ պատգամավորները, որ ես մենակ ՔՊ-ի անուն եմ տալի, բոլոր պատգամավորներն ում կապ չունի ով ինչ արել այդ գումարը, պետությունը բոլոր պատգամավորներին դա քիչ կամ շատ 3 միլիոն պլյուս մինուսով տրամադրել է։ Այսինքն տեսեք, պատգամավորներն ու նախարարները այս կառավարության համար առաջնային են,
վարչապետի աշխատակազմը 65 միլիոն դոլար մի տարվա մեջ գումարա ծախսել իր աշխատակազմի ծախսերը հոգալու համար, բայց մեր թոշակառուներին տրամադրվում է գումար, որը հնարավորություն է տալի միայն նվազագույն սնունդ գնելու։ Այսինքն եթե ինքը ասպիրին ուզենա առնի կամ ճնշման դեղ, այս գումարի մեջ դա այլևս չի մտնում։ Իրան ասելու են, չգիտեմ, աղքատությունը ձեր ուղեղում է, ոնց որ ձեր մտքում է, ոնց որ ասում է մեր վարչապետը, հա, Նիկոլ Փաշինյանը, ասում է աղքատությունը ժողովուրդ ջան, ձեր ուղեղում է։ Այսինքն եթե դու ուզենաս հաց ուտես, բայց փող չունենաս, այդ ուրեմն ձեր ուղեղի մեջ պետք է մանգակ այդ խնդիրը, ձեր մտքում է աղքատությունը, բայց մեր նախարարների մտքում աղքատություն չկա, որովհետև իրանք ստանում են 7 եւ ավել միլիոն դրամ ուրեմն պարգևավճար եւ ասում են, որ թե 250,000 տուն ինչ է, որ ես պետք է չունենամ, դա ասում է այսօրվա կառավարության նախարարները։ Այն դեպքում, երբ 40% աղքատություն ունես երկրում եւ այն դեպքում, որ 14 միլիարդ դոլարի է հասել, այս 30 դեկտեմբերի 31-ի տվյալներով 2025 թվականի մեր արտաքին պարտքը հատել է 14 միլիարդ դոլարի շեմը, դառնալով 14 միլիարդ 500 քանի միլիոն դոլար, հասկանում եք, 14.5 միլիարդ դոլար ու ոչ մի բան պետության համար, ոչ մի մեծ գործարան, ոչ մի մետրո, այդ որ ոչ մի բան, կան միայն թալաններ, Տիգրան Ավինյանը անիֆի գործով, օդի աղտոտվածությունը, ուրեմն այս մերկասառույցները, որ կա փողոցներում ընկնում ջարդ ու խուրտ են դնում մարդիկ, մեքենա տալի ջարդում են իրար, որովհետև Ավինյան Տիգրանը մեր Երևանի քաղաքապետն է, բացարձակապես դրանով է պայմանավորված բոլոր խնդիրները, հասկանում եք, եւ սա ժամանակագրական տվյալներով ապացուցված փաստ է, ցավոք սրտի, հասկանում եք, որ Տիգրան Ավինյանի կառավարչական հմտությունները թույլ չեն տալիս անգամ ծառ տնկել, այլ թույլ են տալիս այդ ծառերը ուղղակի քոքահան անել, որպեսզի Երևանի օդի աղտոտվածությունը հնարավորություն չտա, որպեսզի մարդը ուղղակի էլեմենտար զբոսանքի հնարավորություն ունենա։ Էլեմենտար զբոսանքի հնարավորություն մենք չունենք այսօր Երևանում, որովհետև օդի աղտոտվածությունը, շենքերը, փոշին եւ տասնյակ այլ բաներ, ես հիմա դրան գումարվել է անանցանելի ճանապարհները, ակետից բեկետ չես կարողանում գնաս, չես կարող դուրս գաս, գնաս այս պատիեզդից կողքի պատիեզդ, որովհետև մերկասառույցով, այդ մերկասառույցով որևէ մեկը չի զբաղվում, ոչ թաղապետարանները, ոչ քաղաքապետարանը, էսա իրականությունը։ Իսկ վերադառնալով 14 միլիարդ դոլարի թալանին, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ միջին կենսաթոշակը 40,000 դրամից դառնալ 49,000 դրամ, բայց մեր պարտքը ավելացել է 8.5 միլիարդ դոլարով այս 8 տարվա ընթացքում, տարին մի ու ավել միլիարդ դոլար փող անում, հասկանում եք, այսինքն ամիսը մոտավորապես 100 միլիոն դոլար մենք փող ենք վերցնում արտաքին, ուրեմն դրսի բանկերից եւ այլ կազմակերպություններից վարկային, վերցնում ենք, բայց այս փողը ով է տալի, այս փողը տալիս ես դու, սիրելի քաղաքացի, սիրելի 3 միլիոն վարչապետներ, այս դուք եք տալիս, այս ես եմ տալիս, այս տալիս են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որովհետև այս ամեն ինչը հետո պետք է փակվի, չէ՞, այսինքն որ վարկը վերցնում ես, դու փակում ես, այդ վարկը փակելու դիմաց թանկանում է մեր լույսը, թանկանում է մեր ջուրը, թանկանում է մեր գազը, թանկանում են հարկերը, տուրքերը, թանկանում է ուրեմն աղբի սպասարկման վճարը, թանկանում է գույքահարկը, ամեն ինչը թանկանում է, բայց որևէ բան չի կառուցվում։ Դու այսինքն նայեք 8.5 միլիարդ դոլարի մեջ մի հատ մետրոյի կայարան չեն սարքել։ Մի հատ մետրոյի կայարանը եղած ինչ էր, որ ոչ մի առաջընթաց այդ ուղղությամբ չունեցանք, բայց բոլոր քաղաքապետերը 2018 թվականից ի վեր այդ լոզունգով դառան քաղաքապետ, ասելով որ մենք գալու ենք մետրոյի կայարաններ ենք սարքելու։ Տրանսպորտը թանկացրեցին, ամեն ինչ խցանումները, սաղ կա, որևէ փոփոխություն չկա, մենք որևէ շոշափելի փոփոխություն չունենք։ 8 միլիարդ դոլարով կարելի էր ոչ թե մի հատ սարքել, ուրեմն կայարան, կարելի էր մեր հարևան երկրներից մինչև Ռուսաստան, Իրանից մինչև Ռուսաստան, կարելի մինչև Չինաստան կարելի էր երկաթ գծին կպտել։ Հայաստանը սարքել տարածաշրջանային իսկական առևտրային խաչմերուկ, ոչ թե սակարկման խաչմերուկ, ինչպես մենք տեսնում ենք, հա, որ
նայում ես ինչեր ենք մենք հանձնել։ Այս ամեն ինչին գումարվում է 11500 քառակուսի կիլոմետր հողը, մեր հայրենիք Արցախը, որը հանձնվել է, 200 քառակուսի կիլոմետր հողը, որը Հայաստանից է հանձնվել։ Այս ամեն ինչին գումարվում է գյուղատնտեսության խայտառակ վիճակը, որ մենք արդեն խնձոր եւ այլ բաներ ներկրում ենք արտասահմանից, փոխանակ մենք ստե կարողանանք մենք արտադրենք, մենք արտադրողը լինենք, որովհետեւ գյուղատնտեսության նախարարությունը պետք չէր փակել են, որ մենք չկարանանք առաջ գնանք, հա։ Ինչտերից է պետք գյուղատնտեսության նախարարությունը, դա կբերենք կողքի երկրներից էլի, մենք խիսարկենք այդ 400 ու ավել 1000 քառակուսի մետր հողը չի օգտագործվել անցած տարվա ընթացքում, որովհետեւ պետությունը գործողություններ չի իրականացնում, որ այդ հողերը օգտագործվի։ Պետությունը գործողություններ անում, որ նախարարներին 7 միլիոն, падգամավորներին 3 միլիոն դրամ պարգև վճար տա եւ վարչապետի աշխատակազմին 65 միլիոն դոլար, հասկանում եք, այսինքն գալիս է դա ամիսը 6 միլիոն դոլար փող, դա գալիս է մոտավորապես 4 միլիարդ դրամ փող, ամեն ամիս ծախսվում է վարչապետի աշխատակազմի վրա, դուք հասկանում եք, բայց թոշակառուները երիտասարդները, անապահով ընտանիքները, նորաստեղծ ընտանիքները, որ նոր են ամուսնանում, որ ոչ մի բան իրանց, ոչ մի գնացեք թանկ այդ 200,000 դրամ ժամանակին, որ կար վարձերը, հիմա դառել է 350,000 դրամ, 400,000 դրամ, գնացեք դա տվեք, ամեն ինչը թանկացել է ուսանողների համար ոչ մի բան, ուսումը, դրա համար ուսանողները Հայաստանում ուզում են արտագաղթեն, երիտասարդները ուզում են արտագաղթեն, գնան մի երկիր, որտեղ իրանց հնարավորություն կտրվի սովորելու, որտեղ իրանց հնարավորություն կտրվի ազատ խոսելու, որովհետև կարաս լինես ուսանող, միտե նստած լինես, մի բան ասես, քեզ տանեն ոստիկանություն կամ տանեն քեզ կալանավորեն կամ ձերբակալեն, այդ է Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտենք, մի երիտասարդ կա, ով այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ ու ուղղակի բլոգեր է, քաղաքական վերլուծություններ անում, Ալեն Սիմոնյանը իրան էլ է դատի տվել խոսքի համար, հասկանում եք, էսա Հայաստանի այսօրվա իրավիճակը, թալան տոտալ անկում եւ ոչ միայն հոգեպես անկումը, ապաթիա, որովհետեւ այս բևեռացված հասարակությունը ավելի է բևեռացում, այսինքն նենց են սարքե, որ եկեղեցի ես ուզում գնաս, իմ ու քո քահանա անես, էլի տենաս այս քահանան ումական քահանա է, էլի ինքն իր հետ կարելի է գնալ, ասենք կանուն քանել, թե պետք է ինչ որ քո քահանա գտնես, բայց իմ ու քոն բոլոր ուղություններով է Հայաստանում, իմ ու քո քաղբանդարկյալներ են անում, իմ ու քո քահանաներ են անում, իմ ու քո կուսակցություններ են անում, իմ ու քո հայրենակիցներ, իմ ու քո հարևաններ։ Դրա համար էլ մեր 1-2 չի դառնում ժողովրդի մեր առաջընթացը չի ստացվում, որովհետև այս մասնատված հասարակությունը ոչ մի ձև չի սոսնձվում, իսկ օրվա կառավարիչները ամեն ինչ անում են, որ այդ մասնատված հասարակությունը ավելի մասնատվի։ Եթե այն ժամանակ գոնե եկեղեցում կարող էինք նստեինք իրար հետ, չէինք նայում ԿՊԱ-ական չի, չգիտեմ որ կուսակցությունից է, հիմա արդեն էդել չեն, նենց են արել, որ պատարակների գնան իրանք առանձին, ուրիշ մարդիկ գնան իրանք առանձին, էսա օրվա ամփոփումը, հա, ցավոք սրտի, էսա։ Եվ այս թալանը իրանք կախարդական փայտիկ էին անվանում։ Եվ եկեք մի հատ որպես ամփոփում ես ձեզ մի բան ասեմ, խնդրում եմ ամեն մեկը ինքներդ ձեզ հարց տվեք։ Եթե 2018 թվականին Ալեն Սիմոնյանը բարձրացնել բեմը հարթակ ու ասեր սիրելի հայրենակիցներ, մենք իրականացնում ենք գունավոր թավշյա եւ ոչ բռնի հեղափոխություն։ Եվ թավշյա եւ ոչ բռնի հեղափոխությունը բերելու է նրան, որ հետագայում ես թքելու եմ ձեր երեսին, իմ սիրելի քաղաքացիներ։ Բերելու է նրան, որ ես 150 եւ ավել $1000 մեքենա եմ վարելու պետական բյուջեի հաշվին։ Բերելու է նրան, որ մենք ստանալու ենք պարգևաճարներ միլիոնավոր դրամներ, բայց ոչ մի բան չենք տալու այն թոշակառու տատիկ պապիկներին, ովքեր ավելի դրա կարիք ունեն, ավելի այդ շորի կարիք ունեն, ավելի այդ ուտելիքի կարիք ունեն, քան падգամավորներ, ովքեր ձեռով ոտով գնում են ազգային ժողով իրանց համար իրանց գործունեություն են ծավալում հիվանդություն ունեցող կամ որևէ այլ արատ ունեցող կամ տարիքային խնդիրների պատճառով հնարավորություններ չունեցող մեծ մարդկանց համար։ Ինչ եք արել դուք ու ինչ կաներ մեր քաղաքացին, եթե այս ամեն ինչը ասվեր, մենք անցնելու ենք Արցախը 5000 երիտասարդ մահանալու, հայրենիքը պաշտպանելու համար, ունենալու ենք գերիներ, ռազմագերիներ, անհայտ կորածներ, քաղաքական հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ, ձեր
սրբազանները հայտնվելու են բանտում, բարերարները հայտնվելու են բանտում, քաղաքական գործիչները ընդդիմադիր հայտնվելու են բանտում, որ ասեիք, որ մենք թայֆաբազություն ենք անելու, նայելու ենք իմ ու քո, որ մերոնցական ու չմերոնցական ենք անելու, մենք գալու ենք ձեզ սևերի ու սպիտակների բաժանենք սիրելի հրապարակում հավաքված քաղաքացիներ։ Ինչ կասեին քաղաքացիների այդ ժամանակ եւ ինչքան ձայն կհավաքեր NKP-ն, որը իրականում այսօր կա, ոչ թե NKP-ն, որը խոստումներ էր տալի միասնականության, հանդուրժողականության եւ սիրո վերաբերյալ 2018 թվականին։ Խոստումներ, որոնք որևէ կապ չունեին ընթացքի հետ, որևէ կապ չուներ 2021 թվականին նախընտրական ծրագրի հետ, որը Փաշինյանը ներկայացրեց մարդկանց եւ որևէ կապ չուներ իրականության հետ։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Եթե կարելի է ուղղակի մի մեջբերում անել, Խնդրեմ։ դրա հետ կապված որևէ ասելիք կա։ Ադրբեջանը շատ պրագմատիկ ղեկավարություն ունեցող երկիր է, որն առաջնորդվում է իր երկրի պետական շահերով։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը, անդրադառնալով հարցին, ինչու է Ադրբեջանը թույլ տալիս իր տարածքով դեպի Հայաստան բեռների տեղափոխումը։ Հայաստանն ու Ադրբեջանը մի խնդիր ունեն՝ իրար նկատմամբ անվստահության հանել։ Պատերազմների հազարավոր զոհերից հետո հեշտ չի, բայց պետք է գնանք դրան, քանի որ մեր երկրների ապագան համատեղ տնտեսական հարաբերություններն են, համատեղ շահի գիտակցումն է։ Սա ասում է Գեղամ Նազարյանը, ասելիք կա։ Տեսեք, ես հիմա մի հոդված եմ փորձում գտնեմ, հեսա միանգամից դրան եք անդրադառնամ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը արժանացել են մի մրցանակի միասնական, հեսա եթե գտնեմ հիմա կասեմ, եթե չէ իմ էջում հետագայում կգրեմ։ Հեսա միջազգային ֆոնդ կա, Շեյխ Զայեդի ֆոնդա կոչվում, մարդկային եղբայրության համար, որը հնարավորություն է տվել խաղաղության հաստատման։ Դրա համար նրանք պարգևատրվելու են։ Պարգևաճար են ստանալու, պարգևատրում այսինքն, էլի ոչ թե պարգևաճար։ Տեսեք, ստացվում է այնց, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ զիջել է, ոչ ման Ադրբեջանը չի զիջում, ոչ ման Ադրբեջանը չի զիջել եւ մենք դա կոչում ենք խաղաղություն։ Տեսեք, ես կուսակցության ներկայացուցիչ եմ, ում ղեկավարը 2016 թվականին թուրքերին հաղթել է, ադրբեջանցիներին հաղթել է պատերազմում եւ մենք տեսել ենք ինչպես է լինում խաղաղությունը, հա, Հայաստանի իօքուտ Հայաստանի Հանրապետություն, ոչ թե իօքուտ Ադրբեջանի խաղաղություն։ Մենք միշտ կողմ ենք եղել խաղաղության, հայկական կողմը երբեք չի եղել կողմ պատերազմական գործողությունների կամ չի եղել կողմ, որ խաղաղություն չլինի։ Մենք չենք փակել Թուրքիայի հետ սահմանը, Թուրքիան է փակել իր հետ սահմանը։ Հասկանում եք, որ որովհետև այդ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները վարում էին հայանպաստ քայլերով արտաքին քաղաքականություն։ Հայանպաստ քայլերով առհասարակ իրանց գործողությունները համեմված էր հայանպաստ քայլերով, որովհետև մենք ասում էինք, մենք եկեք բանակցենք, թե մենք ինչ ենք ստանալու, ոչ թե ինչ ենք տալու ձեզ։ Դա է եղել Սերժ Սարգսյանի բանակցային գործընթացը։ Սերժ Սարգսյանը բանակցել է միայն Հայաստանի շահի, Արցախի շահի մեր ստանալու մասին, մենք ինչ ենք ունենալու այդ գործընթացները, ինչ ենք մենք շահելու, ինչը հայ ժողովուրդը ունենալու խաղաղության հնարավորությունները մեր համար, ոչ թե խաղաղության հնարավորությունները թուրք կամ ադրբեջանցիների համար։ Սա է փոխվել, հասկանում եք, այսօր բանակցությունների մեջ առաջնայինը իրանց շահը եւ մերը, հետո մենք փորձում ենք տեսնենք, թե մեզ հետո ինչ կլինի, լավ կլինի, թե չէ։ Իսկ այն ժամանակ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք առաջնային նպատակ, այդ առաջնային նպատակը եղել է հայկական շահը, Հայաստանի հայանպաստ գործողությունները, որոնք ցավոք սրտի այսօր մենք չենք տեսնում։ Սա է պատասխանը, Գեղամ Նազարյանին այլ ասելու բան չկա։